Արդեն երկրորդ անգամ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը Հայաստանը հյուրընկալում է Հռոմի Սրբազան քահանայապետին։ Առաջինը Հռոմի Հովհաննես Պողոս II պապն էր։ 2001 թվականին Հայաստանում նշում են քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Տոնակատարություններին մասնակցելու համար Հայաստան ժամանեց Հովհաննես Պողոս II պապը։ Այցը եռօրյա էր, օրակարգն էլ հագեցած։ Պապը Երևանում այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, խոնարհվեց անմար կրակի մոտ եւ աղոթք հնչեցրեց։ Հովհաննես Պողոս II կաթոլիկ եկեղեցու առաջին հովապետն էր, որ ճանաչեց ու դատապարտեց հայոց ցեղասպանությունը։ Պապը 3 օր իջևանեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, սա եզակի դեպք էր, նախադեպը դարձավ ավանդույթ։ 2015 թվական, հայությունը ոգեկոչում էր ցեղասպանության զոհերի հիշատակը, հայոց 100-ամյա վշտին զորակցություն հայտնեց նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ 2015-ին էլ պատմության մեջ երկրորդ անգամ Հռոմի պապը պատարագի ընթացքում կրկնեց Հովհաննես Պողոս II-ի խոսքերը։ Che generalmente viene considerata come il primo genocidio del XX secolo. Ֆրանցիսկոս պապը 20-րդ դարի առաջին ողբերգությունն անվանեց ցեղասպանություն, արդյունքում Թուրքիան Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին։ Երկու 2015-ի ապրիլին պապը հայտարարեց. «Մեկ տարի անց կայցելի առաջին քրիստոնյա երկիր»։ 2016 թվական, հունիսի 24, ուխտագնացությունը դեպի առաջին քրիստոնյա երկիր սկսված է։